Հայաստանի մինչև որ կետն է, Նիկոլը ճիշտ, դու սխալ։ Բարև ձեզ հարգելի ընկերներ, այս լայվը եւի կլինի վերջինը, ամենայն հավանականությամբ երևի թե արդեն իմաստ չկա ինչ-որ բանի մասին խոսելու, հետև երևի թե արդեն ամբողջ այսպես կոչված ճակերտավոր էլիտան եւ ազգի մեծամասնությունը ազգ գոյություն չունի որպես այդպեսին, որովհետեւ չի կարող նման ստորացման, նման արժանապատվության կորստի պատրաստ ազգ լինել, ինչ-որ ժողովրդակույտ եւ նույնիսկ չեք կարող պատկերացնել այդ Հայաստանի փակ համակարգում իրար նայելով բոլոր կարմիր գծերը հատելով, թե ինչպեսի զզվանքով են նայում մեզ ամբողջ աշխարհը։ Այնպեսի զզվանքով, որ մենք դարձել ենք խարան մարդկության էության վրա, որովհետեւ նման բան կամ գոյություն չի ունեցել կամ ջնջել են պատմության երեսից։ Այսօր էլ այդ խեղկատակ երեկո Ալիևի հայտարարությունից հետո նման խեղկատակություն, նման այլանդակություն հասկանում եք դավաճանին թողել եք իշխանության։ Հերիք չի թողել եք մնացած այսպես կոչված էլիտան, քաղաքական, Արցախով մարդ դարձած, Արցախի կորուստը լեգիտիմացրած մնացած էլիտան գնացել եւ հակաքաղաքակրթական հանցագործության ընտրությունների միջոցով կապիտուլյանտի հետ, դավաճանական ուժի հետ կալաբարանտ իրական իշխանություն կազմելով, այս ամեն ինչը լեգիտիմացնում է եւ բարի եւ չար միլիցիա խաղալով երկիրը կործանեցին, հիմա էլ հերիք չի աշխարհում առաջի ազնենք, որը որ կապիտուլյանտի հետ գնաց ընտրության, հիմա խայտարակության այն խարան, որը որ երբևիցե չես կարող դեմքիցդ մաքրել։ Հիմա երկրորդ անգամ են գնում եւ ամբողջ պայքարը նրա համար է, ով է դառնալու Հայաստանի կործանման լեգիտիմացնող ընդդիմությունը, քանի աթոռ կտան։ Ինչտեղ նրանք կարող են ցանկացած վարկյանի քաղաքական որոշման առանց մարդկանց փողոցներում քաշ տալու, առանց բռնել տալու, առանց արուն թափելու, առանց կորուստների քաղաքական որոշումամբ ըստ սահմանադրականության վերացնել Նիկոլի, իրենց իսկ ընտրած Նիկոլի, քանի որ երբ որ նրանք մտան խորհրդարան եւ ընտրեցին, կազմեցին կալաբարանտ իշխանություն, այն դեպքում, երբ որ Նիկոլը հնարավոր չէր, որ չընտրվեր, նրանք ընտրեցին Նիկոլին։ Եթե դու գիտես, որ ասենք կրակելու են ինչ-որ մի հատ, ասենք, եղնիկի վրա, ու այդ ուսը դեմ ես տալի, որ հրացանը դնան վրան ու կրակի, նշանակում է դու մասնակցում ես եղնիկի սպանությանը։ Ինչ որ արեցին նրանք։ Հուսաթափեցին գիտակցված, փողոցներով քաշ տալով, ինքնաբուխ հավաքները կործանելով, հիասթափեցնելով, ամենաակտիվ մասային կամաց նվազեցնելով, բանտերում թողնելով, աշխատազուրկ սարքելով։ Իսկ այսօր, օրինակ, Ռուսաստանում տոն է, հասկանում է, որ Ռուսաստան բառի շատերը հետ գժվում եք, բայց Ռուսաստանում տոն է, նրանք էլ ունիկալ են ուրիշ բանով, նման բանով, որ ասենք ամբողջ աշխարհի պատմության ընթացքում էլի չի եղել, այսօր ձեր народного единства, 10 տարուց ավել երկիրը քաոսի մեջ, նույն ձևի այսպիսի դավաճան, ասենք ինչպեսի այդ նախագաներն էին, նախագահ չէին նրանք, սլավա բոգ, նախագահ չէին, ինչ-որ շարքային բայարները, մեծատորմ, նույնպես կալաբարացիա են ստեղծել, բերել էին Պոլշայի արքայազնին, նստեցրել էին Մոսկվայում ցարսկի աթոռին։ Եվ սովորական բիզնեսի ներկայացուցիչ, տարգովեց Մինինը եւ շարքային կնյազ Պաժարսկին, որը ամենալավագույնը չէր, գեներալներից եւ այլն ամենահայտնին չէր, ապալչենիա կազմեցին եւ գնացին եւ հետ վերցրեցին իշխանությունը եւ իրենք ոչ մի բան իրենց համար չպահանջեցին, ոչ մի աթոռակռիվ չարեցին, ընտրեցին Ռամանովներից Միխայելին եւ դրեցին եւ դրանից հետո 300 քանի տարի
Ռամանովների ընտանիքը Պյոտր I-ից սկսած վերջացրած Ալեքսանդր II-ը, որովհետև Նիկոլայ II-ը պետությունը կործանեց։ Մի հատ ասենք Սերժ Սարգսյանը նա էր երևի։ Ասեց ինքը ճիշտ է, մենք սխալ, եկեք իմ գլուխը կտրենք, բայց չգիտես ինչի համար Սերժ Սարգսյանի գլուխը մինչև հիմա լավ է, առողջ է ու ամենտեղ մտնում է իր քիթը։ Դրա համար էս ազգը իրան ամեն ինչ քիչ է, հասկացեք, աշխարհում գոյություն ունի երկու տիպ՝ կլանող եւ կլանվող։ Հարցը ինչի որ մենք պարտվել ենք, առաջերտին մենք չենք պարտվել, մենք դավաճանվել ենք։ Ու ոչ թե Ռուսաստանի կողմից, ոչ թե ինչ-որ մեկի կողմից, այլ ինքներս մեզ դավաճանել ենք։ Բերել ենք իշխանության այլանդակների, այլանդակները դաստիարակել են այլանդակ սերունդ եւ նրանց մեջ ամենաշքեղ, ամենաընտիր, ամենազտայրուն ատելության ծնունդին այդ այլանդակներից վերջինը բերել դրել է իշխանության, ասել է ինքը ճիշտ է, ես սխալ։ Հիմա ասեմ Սերժ Սարգսյան 7-ին ինչ-որ հարցազրույց ես տալիս, ես մեկ հարց ունեմ։ Ըստ պայմանավորվածության Հայաստանի մինչև որ կետնա, Նիկոլը ճիշտ, դու սխալ։ Ես ուրիշ հարց չունեմ։ Ուղղակի ասա մինչև Հայաստանի որ կետնա, Հայաստանից ինչքան է մնալու, երբ որ արդեն Նիկոլը ճիշտ չլինի, սխալ լինի, դու լնես ճիշտ ասենք, թե դու ճիշտ էլ երբևիցե չես լինի։ Հիմա գնում եք ընտրության։ Ընտրություն։ Սամվել Կարապետյանին շատ հարգում եմ, այդ մարդը օպալիտիկա ես չեմ հասկանում, թե ինչ է կատարվում, տեսնելով այդ ինչի համար նա հայտնվեց բանտում, ինչպես էր հնարավոր, որ ով է խորհուրդները տվել, որ նա նման մարդիկ, ասենք, խորհրդականներ ունեն։ Լավ շարունակեմ, հետո չխոսակ, թե ինչ, իրականում շատ մենք ունեցել ենք երկու հատ, էլի ունենք, բայց ամենահայտներից, Հարությունյանը կա եւ այլն, բայց ամենահայտնիներից Ռուբեն Վարդանյան եւ Սամվել Կարապետյան, ազգային կապիտալի կրող։ Մեկը թուրքերի մոտա բերդում գցեցին, էլ այդ մարդկան համար սարքեցին, որ ինքը ընկնի թուրքերի ձեռքը, մեկն է թուրքի հարճի ձեռը ընկավ։ Հիմա գերի ընկնել ինչ եք դարձել նորմալ, մարդկան ճանապարհում եք բերդ ծափահարություններով։ Ախո դուք աննորմալ չեք։ Ոնց կարա ծափահարություններով հպարտությամբ ուղարկել բերդ մարդկանց։ Էս ուր եք հասել։ Պրոբլեմը չի որ պարտվել ենք, պարտվել առաջերտներ եմ ասում, չենք պարտվել։ Երկրորդ հերթին մենք չենք պարտվել, մեզ գլխին սարքել են, մեզ սարքել են վերջինը։ Նման ասենք կեղտոտ, փալաս, ոչնչություն, ազգ, որը դրսից նայում են, պետություն, որը գոյություն, դուք մի հատ պատկերացրեք, դուք չեք, ասենք, ընենց էլ ասենք, երբ որ խոսում եք Հայաստանի մասին, այդ էլիտան կոչեցած ոտերը ոտին քմտի ծաղով ունես նստած իրանցավ մի օր քաղաքագետ է, մի օր քաղաքաբան է, մի օր զինվորական մասնագետ, մի օր եսի ինչ, պանելային երևի այդ նկատի ունեք փողոցային պանելային քննարկումներ անելուց, նրանց իրանցից գոնս, իրենց խելացի մտքեր են արտահայտում ու խոսում են Հայաստանի մասին այնպես, որ ասենք ոսր Աֆրիկայի ինչ-որ մի հատ փոքր ցեղախումբի մասին խոսան։ Իրանցից մի 7-8 հազար կամ 10,000 կիլոմետր հեռավորության վրա։ Ուր եք գնում, ինչ ընտրություն, այ դուք աննորմալ չեք։ Նկարելու է, ընդունել, որ Նիկոլը չի կեղծելու ընտրությունները, նշանակում է ընդունել, որ նախորդ բոլոր կառավարությունները ավելի քիչ բարոյական են եղել, քան թե Նիկոլն է։ Շատ ավելի քիչ, թե դուք արդեն պայմանավորվել եք, իհարկե Նիկոլը պետք է ոչ ցանկացած ուժերին նստացնի, կուսակցությունները, որոնք բոլոր կուսակցությունները հայ ազգի եւ պետականության թշնամիներն են, սկսած դաշնակցությունից դեռ 130 տարի առաջ, որը առաջինը եղավ, որ հարվածեց եկեղեցուն, հետո 56 թվին 1956 թվին պարակտեց եկեղեցին ստեղծելով Կիլիկիո կաթողիկոսարանը, որը որ կապիտուլյացիայի մոլուսկով վազում էր թուրքերի մոտ, թուրքամետության մասոնների կողմից, այդ թուրքերի կողմից եւ մասոնների կողմից ստեղծված կուսակցությունը վազում էր եւ սխալ որոշումների արդյունքում 10,000 քառակուսի կիլոմետր չմնաց Հայաստանից, Վիտոգե հայերից գրփած գումարները վերցին Ֆրանսիա եւ այնտեղ
հասկանում պարտված կապիտուլյացիա պետությունը կործանման հասցրած կուսակցությունը թռնում է ու մի հատ դառնում է համազգային պաշտպանության ինչ-որ մի էլեմենտ։ Մենակ մեր ազգը դման բան կարող է թույլ տա։ Պարտվածներին գլխների դնել։ Հիմա որ ասում եք պարտվածը չպետք է ասենք շարունակի։ Հիմա այդ կապիտուլյանտին, ինքնակապիտուլյացիա եղած նախագահները, այդ ինքնակապիտուլյանտները կապիտուլյանտին, պարտվածները, դաշնակցությունը, որը որ զենքի վրա դրած այդ խոստումով իրանց ներքին այդ կանոնադրությամբ ժամանակին Նեմեզի սարասները թուրք գորալով, դավաճան գորալով, որ գնացին թշնամական, դավաճանական ուժի հետ կալաբարանտ իշխանություն կազմեցին դառնալով հանցագործ եւ 1% ունեցող ձայներով գրավեցին խորհրդարանի 15%-ը։ Ասենք ինչ պարտվածները իրենց են տղեկի մահացած արունը, այս սովորական դաշնակցին նկատի չունեմ, ես գեննամոդիֆիկան ԳՄ-ի անդամների կան, բանակ հիմնականում չծառայած։ Հետո ինչ ընտրություն Նիկոլը լուծարելու է խորհրդանայի խայտարակներ։ Այն ինչ որ դուք պետք է անեիք, ինքն է խայտարակություն, ձեզ խայտարակելու եւս մեկ անգամ ասելու է ես իմ եղած չեղածեցել եմ դժգոհ, այս էլ սրանք ովքեր են։ Այս սինդիմությունը լուծարելու է, իհարկե երևի ես համոզված եմ, որ դուք դրա մասին գիտեք, երևի արդեն գործարքը կա, իրար հետ պայմանավորվել եք, որ ինքը այն ուժերին, սկսած Սամվել Կարապետյանի ուժից, կամ էլ Ավստրաս Ոչյանի նրա հետ է պայմանավորվածություն գնացած լինի, դա արդեն կլինի սարսափելի մի բան, որ ես չէի ուզի, որ Սամվել Կարապետյանը դառնա վարկաբեկված Քոչարյան։ Որը որ այսօրվա օրով 3 տարի չհայտնված Արցախի հանձնելու ժամանակ կորած Արցախով մարդդարձած Արցախը հանձնեցին մի հատ կարծիք չհայտնեց։ Այսօրվա օրով կարծիքներ չկան, թե ինչ է կատարվում։ Որոնք մոռացել են, որ նախագահը ցմա պաշտոն է եւ իրենք պարտավորություններ ունեն։ Գոնե արտահայտվելու։ Խայտարակություն, գիտեք ինչ, ես սուբարդինացիա հարգող մարդ եմ։ Բայց սրանք այնքան են ընկած, ինչ սուբարդինացիայի մասին է խոսքը։ Ես շատ կուզենայի ունենայինք ինչ-որ ղեկավարություն նախին, որոնց գոնե ինչ-որ մի պատճառ լիներ հարգելու։ Այս վերջի ես 5 տարին ապացուցեցին, որ ինչի է տարկում, ինչ են գողացել, ինչ են արել, չնայած երևի այդ գողունի պահելու համար են այս ամեն ինչը անում, որովհետև այդ մարդիկ իրանց գրպանի ծառաներն են։ Ես հասկանում եմ, որ նաև ինչ-որ միտեղ ստորագրություն են բոլորը դրած, որովհետև մենակ ստորագրություն դրած պասպորտը ձեռքից ձվերցված անբարոյականը կարող է գնալ կապիտուլյանտի հետ ընտրության պետությանը վերջնական կործանելու մոլուցքով։ Հիմա երկրորդ անգամ գնա, ինչա որ աթոռ ունենա հանկարծ իր գումարին կամ ինչին չկպնեն։ Նիկոլը կեղծելու է, դուք լավ գիտեք, նկարելու են ինչ որ դուք գիտեք, երևի պայմանավորվել եք, ում ինչքան է նկարելու։ Հաջորդ օր ընտրություններից, անցած անգամ էլ եք ասում, բա ոնց հանկարծ փորձվի կեղծի։ Միակ ընտրություններին, որից հետո ոչ մի շարժ չեղավ, ոչ մի փողոցային նույնիսկ մի հատ քայլ չեղավ։ Միայն գնացիք սահմանադրական դատարան, թե 300,000 ձայն կեղծել են ու սա պետք է անընդհատ հնչի։ Հետո սահմանադրական դատարան Նիկոլի կողմից գրավված, ասեք չէ, այդպես բան չկա, հելակ ու սկսեցիք ասել, որ չէ, այդքան մարդ, հիմա երբ եք ստում։ Սահմանադրական դատարանում թե այդքան ձայն կեղծվել է, թե սահմանադրական դատարանից հետո, երբ որ մտակ իշխանություն կազմեցիք խորհրդարանում, ընտրեցիք Նիկոլին ու լեգիտիմացնում եք 5 տարի Հայաստանի կործանումը, պնդում, որ այդքան ձայն տվել են Նիկոլին, երբ եք ստել։ Եվ հիմա ինչեր եք ստում, էլ ինչ եք ուզում։ Հայաստանը ոչնչացնել դարի, դեգրադացնել։ Հասկանում եք այս պետության մեջ դեռ 400 տարի առաջ պետությունը գրաված էլի նույն ձևի կալաբարանտ բայարները, Սիմի բայարչինը ընտրված Պոլշայի արքայացնող պրինցիպի Պոլշան սլավոններ էին, իրար հարազատ ազգեր, լեզուն էլ այն ժամանակ համարյա նույններ, բայց էլի չդիմացան սովորական
բայարները, տարգավացները եւ սովորական ամենաշարքային վայրենիները կազմեցին Ապալչենիան եւ գրավեցին եւ հետ վերադարձրեցին իրենց ինքնաիշխանությունը։ Իդեպ կային մարդիկ, որոնք որ դեմ էին, չխորշեցին նաև այդ մարդկանց, որոնք որ վաճառվող էին, գնեցին, չխորշեցին ուրիշ տեղից էլի ինչ-որ մի այլանդակի գնեցին, ու քանի որ փողի մեռած էի, դուք փող չունեք, այ 30 տարի եղել եք նախագահ, սաղ էս միլիցեքից, զորավորներից եւ այլն ձերն են եղել։ Նյուժելի նրանք թքած ունեն ձեր երեսին, արա։ Նյուժելի դուք այդքան քաջիբ եք։ Հասկացանք Արցախից մարդկանց բերեցիք հյուրանոցներում այդ մեկը մի հատ տեղ չտվեց։ Կամ Սամվել Կարապետյան ջան, Նարեկ Կարապետյան ջան, այդ որ խոսում եք գործարաններից, խոսում եք եսիմ ինչից, խոսում եք սրանից առաջերտին իրականում կրթություն առաջնահերթ պետք է լինի։ Բացի դրանից, Արցախում էլ մեջինահարություն էր, տներ էին սարքում, ինչ-որ խանութներ էին սարքում, ինչ-որ արտադրություններ էին սարքում, Մոսկվայի հայերներ Արությունյանից բռնած հսկայական գումարներ, Ռուբեն Վարդանյաններ այնտեղ շենքեր սարքում, բոլորը սարքում էին։ Եվ ինչ կատարվեց Արցախի այդ նորակառույց տների փոքր արտադրությունների, խանութների եւ մնացած եւ եկեղեցիների հետ միասին, երբ որ ընդամենը այս ձերից կողմից, ձեր կողմից, չէ, նկատում եմ այս կեղտերի կողմից լիգիտիմացվողները կանգնան եւ ասեցին, որ նա ասես, որ Արցախ-Ադրբեջանի կազմում է, սրանք էլ եկան խորհրդարանում լիգիտիմացրեցին այդ ամեն ինչը։ Հիմա դուք ինչ ուզում եք նույն բանը կատարեք, մենակ արդեն Հայաստանի հետ, հայերը փախնելու տեղ չունեն։